Մենք վերադարձանք եւ ինչպես նշել էինք, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Հայաստանի ամենագեղատեսիլ գյուղերից մեկում Մեղրաձորում այս ամառ հնարավոր կլինի ճամփորդել ժամանակի միջով ու հայտնվել հին Հայաստանում։ Ինչ երգեր են երգելու, ինչպես է անցնելու ամբողջ միջոցառումը, ավանդական հայկական հարսանիքներն ինչպես են եղել։ Այդ ամենի մասին այսօր զրուցելու ենք մեր հյուրերի հետ եւ այսպես մեր հյուրերն են, մեր տաղավարում են Սամվել Հարությունյանը, Վարե համահիմնադիր, Հասմիկ Տիգրանյանը, Տիսավար եւ եւս մեկին էինք մենք սպասում, ով այսօր մեզ հետ չի, բայց ինչեւս է վստահ եմ, որ ամեն բան դուք մեզ տեղեկացնելու եք։ Բարում եք կամ երգում եք, եւս մեկ։ Վարենիքի, ինչ հետաքրքիր է։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Ես չէի բարև, Ես ձեր տեղների հասել բարև։ Ինչ է սա, ինչ տեսակատարություններ են մեզ սպասում, ինչ տոն է սա։ Բարելույս բոլորին, շնորհակալություն Շանթին, հերթականանքը առավոտը Շանթումի տաղավարում մեզ հյուրընկալելու համար։ Այս մեր համար արդեն ավանդույթ է դարձել մեր հերթական միջոցառումից առաջ Շանթի տաղավարում ավետել ես միջոցառման մասին ու հրավիրել մարդկանց Մեղրաձոր։ Շատ կարճ ներկայացնեմ, թե ինչ է վարավարենքը։ Մեղրաձորում հիմնված նախաձեռնությունը հետագայում նաև հասարակական կազմակերպություն, որի նպատակն է ազգային ծեսերի կենցաղ վերադարձը իր բոլոր բաղադրիչներով, ազգային երգերով, խաղերով, պարերով եւ ծեսերով։ Եվ ամեն տարի Մեղրաձոր գյուղում հուլիս ամսին 2022 թվականից ի վեր իրականացնում ենք մեր տարեկան ամենամեծ միջոցառումը շուրջ 2000 մասնակիցներով, որտեղ ամեն տարի որևէ թեմատիկա ենք ընտրում, օրինակ Վարդավառի, հարսանեկան կամ նախահարսանեկան ծեսերը եւ փորձում ենք մարդկանց այդ ամբողջ ծեսի միջով անցկացնել, որպեսզի մարդիկ այդ ջերմությունը զգան։ Եվ հերթական անգամ արդեն անդրադարձել ենք հայ կնոջ կերպարին, ավանդական հայ կնոջ կերպարին։ Տեսնում եք, գորը շատ կնամեծար է, դա դու եկավ Արիշա։ Զարան այստեղ չի որ ասում։ Ես։ Չզա հիանալ, չէ՞ այո, ուրախան, որ հայ կնոջ կողքին հայ տղամարդ կա։ Այո, վերջացրի տղաները։ Ահա։ Եվ այս անգամ միջոցառումը կրում է Մամիկ, ինչ կբանիս խորագիրը։ Մամիկը մեր տան, սովորաբար մեր տան մեծ ավակ կինն է, որը շատ մեծ դերակատարություն է ունեցել մեր բոլոր ծիսակատարություններում եւ փորձելու ենք Մամիկի դերը, հայ կնոջները ներկայացնել տարբեր տոնակատարություններում, հարսանիքում, ամանորի ծիսակատարություններում։ Կեսուրի պարագայում է։ Ոչ միայն որպես սկիսուր, հարսանեկան ծեսում բնականաբար որպես սկեսուր է հանդես գալու, բայց ծիսական մասով ենթադրում եմ Հասմիկը մեզ ավելի լավ կներկայացնի ամեն ինչ։ Հերթական անգամ պետք է հիանամ ձեր շապիկներով, թե աղջիկների, թե տղաների, այո, շատ գեղեցիկ եւ լավ դիզայն է արած, ոչ այն, չէ՞, կարող հանգիստ առնեմ հագնել, ոչ միայն այդպես։ Դե պատմեք, ինչ է տեղի ունենալու այս տարի եւ ինչու հայ տղամարդիկ պետք է իրենց կանանց վերցնեն եւ գան Մեղրաձոր, կամ հակառակը։ Մի փոքր հավելում անեմ շապիկների մասով, իրականում չենք առանձնացրել աղջիկների եւ տղաների, շապիկների երկու տարբերակ ունենք, շապիկը, որը ես եմ կրում մեր մասնակիցներն են, այսինքն ՀԿ-ի անդամների համար է, եւ շապիկը, որը Սամվելն է կրում, վարվոր գրվածքով մեր միջոցառման բոլոր մասնակիցները կարող են ունենալ նմանատիպ շապիկ։ Ձեր շապիկից պետք է միայն ու միայն ՀԿ-ի անդամ։ Այո։ Ահա։ Իսկ ինչպես կարող է ՀԿ-ի անդամ։ Որտեղ դուք այդ շապիկից եք կոնկրետ։ Եթե առաջարկում գոնե այս շապիկը, սա բոլորին է տրվում գոր, ինչպես հասկացա։ Ես ինչպես միշտ այո։ Տարբերվում։ Так, պատմեք։ Այո, քանի որ մեր միջոցառման մասնակիցները ուղղակի հյուրեր չեն, բոլորը գալիս են վարելու, բոլորը գալիս են գործանելու, դրա համար իրենց անվանում ենք վարվորներ եւ կարող են նման շապիկներ գրել։ Խոսելով ծիսական հատվածի մասին, քանի որ այսպես անդրադարձ կատարեցինք, փոքրիկ անդրադարձ կատարեցինք հարսանեկան ծեսին, հարսանեկան ծեսում իրականում մամիկը տոհմի ավակ կինը ոչ միայն այդպես կեսուրի դերն է ունենում, հնարավոր է որ կեսուրը չի տոհմի ավակ կինը, բայց տոհմում ունենք ավակ կին, նա մեկ այլ կարևոր դերակատարում ունի, հարսի համար այսպես որպես օրինակ է ծառայում, հարսի ինչպիսի հարս պետք է լինի ապագա
նորահարսը ընտանիքում, այդ օրինակն է եւ նա գալիս է դեմքը ծածկած քողով եւ այսպես չխոսկան է, հեզ, խոնար, հա, գլուխը ծածկելը, քանի որ խոնարհության այսպես խորհուրդ ունի։ Զազարեն դուր չեր գա։ Ինձ դուր է գալիս։ Դրամա ես եմ այսօր եթերում։ Եվ հարցանակածեսում նաև կարևոր դերակատարում ունի մամիկը։ Լավ, ինչպես կարող են մարդիկ մասնակիցը դառնալ եւ արդյոք սա վերաբերվում է միայն մեղրաձորցիներին, թե յուրաքանչյուրը մեզանից կարող է, որովհետեւ ինչպես գիտեք վերջին իրադարձություններից, ես նույնպես վերջին շրջանում ինձ համար այս տարվա ամենամեծ բացահայտումը դա մեղրաձոր գյուղն էր, պիտի ասեմ, Եվ իսկապես ամենագեղեցիկ գյուղերից մեկը։ Այո, պիտի ասեմ, որ ես այս տարի առաջին անգամ եմ եղել այնտեղ, ինձ համար շատ մեծ բացահայտում էր, այո։ Եվ այսպես շատ մանրակրկիտ առիթ եմ ունեցել շրջել տարբեր վայրերում, ծանոթանալ մարդկանց հետ, եւ ես մի հետաքրքիր կոլորիտ ուներ գյուղը, որը ինձ համար շատ առանձնահատուկ տեղ գտավ։ Եվ տարին սկսել եմ մեղրաձորում, այնպես որ ես պատրաստվում եմ այդ օրը անցկացնել ձեզ հետ, ինչի մասին ուզում եմ ձեզ արդեն տեղեկացնել։ Որ դեռ չեն բացահայտել մեղրաձորը, կարող են գալ։ Ինչպես կարող ենք հրավիրել բոլորին միանալ։ Ուրեմն միջոցառումը բացառապես բաց է բոլորի համար, խրախուսում ենք բոլորի մասնակցությունը, միջոցառման մուտքը անվճար է, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր սեփական մեքենայով չեն կարող ասել մեղրաձոր, մեր Facebook-ին եւ Instagram-յան էջերում գրանցման հղումներ կան, որտեղ գրանցվելով կարելի է տրանսպորտ ամրագրել Երևան, Մեղրաձոր, Երևան ուղղություններով։ Ինչպես նշեցինք հուլիսի 6-ին 13:30-ից սկսելու ենք, ինչպես նաև այս միջոցառման ամենակարևոր նպատակներից մեկը Մեղրաձորի ակտիվացումն է, այսինքն այնպես անել, որ Հայաստանի տարբեր մարզերից, գյուղերից եւ քաղաքներից հնարավորինս շատ մարդիկ այդ օրը գան Մեղրաձոր, որպեսզի այսպես Մեղրաձորը մշակութային կենտրոնը դառնա Հայաստանի եւ հետագայում նաեւ իր հետքն է թողում Մեղրաձորի տուրիստական իմիջի վրա ու վստահ կարող եմ պնդել, որ այս միջոցառումների արդեն 4-րդ միջոցառումն է ստարի լինելու այս միջոցառումների շնորհիվ Մեղրաձորը բավականին տրենդային տուրիստական ուղղություն է դարձել։ Այդ դրա մասին եմ ուզում խոսել, ինչպես է փոխվել հասարակ մեղրաձորցու կյանքը 4 տարի անց եւ այս գաղափարը ինչպես ծնվեց առհասարակ եւ ինչպես գյուղացիները դա ընդունեցին եւ ինչի չդարձավ սա վարակիչ կողքի գյուղերի համար կամ ուրիշ գյուղերի համար, որոնք օրելի ուզում են այդպիսի անցուդարձ մշակութային, պարային, չգիտեմ։ Ուրեմն մի թեթև նաև անարդարություն կա, քանի որ Մեղրաձորում ոսկու հանք գոյություն ունի, որը նաև ոսկու հանք գոյություն ունի, որը նաև պատմականորեն ազդել է Մեղրաձորի ակտիվության վրա, այսինքն այդ հերթական պատճառներից մեկն է եղել, որոշ մարդկանց համար վատ, որոշ մարդկանց համար լավ, այդ կարևոր չի այս պարագայում, բայց հետագայում նաև Մեղրաձորում դեռ շատ հին ժամանակներից գոյություն ունեցել մշակույթի տուն, որը շատ ակտիվ է, տարբերություն կողքի գյուղերի, որը եւս հող է նախապատրաստել Մեղրաձորի համար, ինչպես նաև մեծ համար առանձնահատուկ նպատակ է դրվել անձամբ ինձ համար Մեղրաձորը վերածելու այնպիսի տարածաշրջանում կետի, որտեղ երեխաները մեծանում են ու չեն ուզում գյուղը լքել եւ մարդիկ ուզում են որպեսզի իրենց երեխաները հենց այդ գյուղում էր ծնվել այդ գաղափարը, ինչպես դա ուզում հասկանալ։ Այո, միտքը ամեն ամսվա վերջին կիրակի օրերը Մեղրաձորում պարուսություններ կազմակերպելն է, որին կկարողանային Հայաստանի տարբեր համայնքներից մարդիկ գալ ու տեղում ազգային պարեր սովորել, սակայն հետագայում հասկացանք, որ բացի պարերից մարդկանց կարելի է սովորեցնել նաեւ ազգային երգեր, ազգային խաղեր եւ ազգային ծեսեր եւ հետագայում երբ որ մեր առաջին տարեդարձը ունեցանք Մեղրաձորում, մեզ համար անսպասելի հազարից ավել մասնակից տեղում ունեցանք, իսկ հետագայում երբ որ մեզնիվ սկսեցին վարավարանքով հետաքրքրվել նաև Մեղրաձորից դուրս, մենք եւ ցավով եւ ուրախություն մեզ Մեղրաձորում մեր գործունեությունը ստիպված եղանք ավելի пассив ասել ու արդեն տարբեր համայնքներում հանդես գալ եւ այժմ վարավարանքը ամսական գոնե 2 անգամ տարբեր համայնքներում ներկայանում է մարդկանց ազգային երգեր եւ պարեր։ Այդ համայնքներն են արդեն ձեզ կանչում, ինչպես է դա։ Սովորաբար համայնքներն են մեզ կանչում։ Կապվում են ձեր հետ, դուք Մեղրաձորի մշակույթը տանում եք։ Հայկական մշակույթը Մեղրաձորից տանում ենք ու սփռում ենք Հայաստանում։ Լավ, եկեք խոսենք կանալիք միջոցառման հետ կապված եւ ասենք ինչ է մեզ սպասվում։ Ինչպես նշեցիք 13:00 սկսում է միջոցառումը։ Ունեք ինչ ընթացակարգ ինչպես է ընթանալու միջոցառումը։ Իհարկե, ամենամյա մեծ բարևարենկյան միջոցառման բաղադրիչները հիմնականում անփոփոխ են։ Միջոցառման սկզբում ունենալու ենք ամենատարբեր արհեստների նվիրված վարպետաց դասեր,
կարող են մասնակցել ասեղնագործության, կավագործության, նետաձուկության, Միանգամից ընդհատեմ դες ներողություն, այդ մարդիկ, որոնք որ վարպետներն են, Մեղրաձորից են էլի։ Վարպետները ոչ միայն Մեղրաձորից են, ամբողջ Հայաստանից են, տարբեր մարզերից են, Երևանից են, այս առումով միավորում ենք բոլոր համայնքները եւ մարզերը։ Միջոցառման սկզբում վարպետաց դասերին մասնակցությունն է, որոնք բավական օգտակար են եւ որտեղից շատ բան կարելի է սովորել հայկական մշակույթի մասին։ Այնուհետև հաջորդում է ավանդական պարուսուցումը, երբ որ ասում ենք վարևարենք առաջին ասոցիացիան հենց ազգային պարերի հետ է գալիս եւ հաջորդելու է պարուսուցումը, այսինքն մասնակիցները ոչ միայն պարելու են, այլ նաեւ տեղում, ովքեր որ ծանոթ չեն, սովորելու են ազգային պարեր։ Որից հետո սովորել ենք նաև ազգային երգեր, սովորել ենք նաև պարերքեր, որոնց միջոցով կարողանալու ենք մենք ինքներս արդեն երգել եւ պարել տեղում, այնուհետև մասնակից ենք լինելու արդեն ծիսական հատվածին, որի մասին մի փոքր խոսեցինք։ Ծիսական հատվածում այս անգամ ոչ թե մենք վարվորներս ենք ներկայացնելու, այլ վարվոր դարձած մամիկներն են ներկայացնելու, այսինքն հենց մեր տատիկների, մամիկների օգնությամբ ներկայացնելու ենք։ Չկա այդ օրը։ Ես ամսի 7-ին կգամ կպատնեմ ձեզ գոր ինչպես անց, արդեն կպարեմ բոլոր պարերը։ Ես շատ մեծ ուժ չունեմ, բայց ես կգամ կպարեմ գորի համար, հետո կերքեմ գործեր համար։ Ժորդ, իսկ օրինակ մարդիկ ուզում են ուտեն, հանգստանան, գետի ափին նստեն, դա ուզում եմ ասեմ, դա ինչպես է կազմակերպում եւ ով նորից guest house-ներ կան գյուղում, գյուղացիներ, ես այդ եմ ուզում հասկանալ։ Այսօր ամբողջական օր անցկացնեն, հա, ուղղակի մի քանի ժամով չգան եւ հետ գնան։ Բնականաբար տարածքում, քանի որ մարդիկ անցկացնել են 8-ից 9 ժամ, հոգացել ենք եւ տարական պահանջները, այսինքն զուգարանի, սննդի, ըմպելիքների հարցը, այսինքն առանձին ընկերություններ կգան, որոնք տեղում վաճառք իրականացնեն։ Ինչպես նաև, քանի որ նշեցի տուրիստական գոտիը, բավականին շատ guest house-ներ կան, որտեղ մասնակիցները կարող են գալ իրենց weekend-ը անցկացնել, իսկ կիրակի օրը արդեն մեր միջոցառմանը մասնակցել։ Կարծում եմ մասնակիցների այդ տարական պահանջները ամբողջությամբ բավարարված են, այսինքն տեղում որևէ կարիք չեն ունենա, կարող են եւ գումար չծախսել, սակայն եթե որևէ բանի կարիք ունեն, կարող են տեղում հանգիստ օգտվել այդ պայմանները ստեղծված են ամենայն դեպս։ Եվ սա իսկապես շատ լավ եւ վառ օրինակ է, թե ինչպես գաղափարը, որը ծնվում է ներքևից, կարող է ստանալ աջակցություն նաեւ գյուղապետարանից, համայնքից եւ դառնա իսկապես մեծ տոն եւ մագնիս կետ, որ ձգում է իր մոտ, թե գյուղացիներն է պահում գյուղում, թե նաեւ այլ շրջաններից բերում է գյուղ։ Թույլ տվեք նաև ներկայացնել մինչ այս տարի, արդեն 4-րդ տարին, ինչպես նշեցի, մեր միջոցառումը հիմնականում կազմվում էր գլխավորապես վարևարանքի ուժերով, այս տարի ուրախություն մեզ նաև մեծ սյուն հիմնադրամն էր միացել որպես գլխավոր հովանավոր եւ այս տարի որպես համակերպիչը հանդիսանում, ըստ մեզ շատ ոգևորիչ փաստ է, որովհետեւ վարևարանքը գնալով ավելի է ընդլայնվում, մինչեւ սա էլ շատ աջակցել եւ գործընկերներ ենք ունեցել նախորդ տարիներին, բայց այս տարի վերջապես կարողացանք որևէ այլ կառույցի հետ համակազմակերպիչ դարձնել որևէ այլ կառույցի եւ արդեն կառույցներով համագործակցել ու մեծ մշակութային տոն կազմակերպել։ Այս 4 տարվա մեջ կան օրինակներ, որ օրինակ մարդիկ որոշել են, որ պետք է գնային գյուղից, բայց հիմա չեն գնում, մնում են, որտեղ շարժ կա, կյանք կա։ Որտեղ ծիսակատարությունները ավելի ոգևորել են մարդկանց մնալ եւ ապրել հենց այն ոլորտում, որտեղ որ իրանք ծնվել են ու մեծացել են։ Կարծում եմ մեծամտություն չեմ կարող անել, որովհետև քանի որ Մեղրաձորը համեմատաբար բավարար լավ սոցիալ-տնտեսական պայմաններ ունի, մենք այս ազդեցությունը ճիշտ չենք կարող գնահատել, այսինքն մարդիկ այսպես թե այնպես կարծում եմ չէին արտագաղթելու, բայց հիմա ավելի հաճույքով են Մեղրաձորում ապրում եւ արարում։ Իդեպ պիտի մի բան ասեմ, քանի որ նշեցի, որ վերջերս եմ եղել մայիսի 31-ի երեխաների նվիրված շատ մեծ տոներ, որտեղ ես ինքս ներկա եմ, ես հիացած էի նաև մարդկանց տեսակով, ինչպես նշեցիք սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով, մարդիկ շատ լավ էին ապրում։ Հա, այսինքն մենք սովորենք, եթե դա մի փոքր ավելի խուլ գյուղ է, հա, բնականաբար ստատիստիկ տվյալները հաշվի առնելով, մարդիկ ավելի մի փոքր ավելի այսպես միջինացվածից էլ երևի ցածր են ապրում։ Պիտի ասեմ, մարդիկ շատ լավ էին ապրում, օգտվում էին շատ բաներից, ինչի մասին ես տեղյակ չէի եւ շատ ուրախալի էր այդ փաստը։ Ինչի մասին, որ դուք հենց նոր փաստեցիք, ուրախանում եմ եւ կարծում եմ, որ այս միջոցառումներն էլ օգնում են, որ մարդիկ այո, իսկապես կարողանան ավելի լավ մթնոլորտում ապրել, ծանոթանալ մեր մշակույթին, հինը նորի հետ միասին խաղալ, բայց մնալ գյուղում ու ապրել։ Դա կարևոր է իսկապես եւ միգուցե մեզ հիմա շատ ու շատ լսում են
համապատասխան, չգիտեմ, մարմինները, նախարարությունները, օրգանները եւ միգուցե պետք է այսպիսի էքսպերիմենտներ անել ամենաաղքատ գյուղերում, որ կարողանալ ինչ-որ հետաքրքրություն գտնել, ստեղծել, չգիտեմ, միգուցե մի գյուղում դա կարող է կավագործություն, մյուս գյուղում, չգիտեմ, ասեղնագործություն, մեկում գորգագործություն եւ այդպես կարողանալ թե գյուղը ոտքի կանգնացնել, թե մարդկանց բերել այդ գյուղ եւ Մեղրաձորի վառ օրինակը հենց դրա մասին է խոսում, չնայած նորից եմ ասում 4 տարի առաջ էլ Մեղրաձորը էլի ամենասիրուն գյուղերից մեկն էր եւ էլի մարդիկ կարծես թե այդքան վատ չէին ապրում, ինչքան որ շատ, այո, բավականին կայուն է։ Կային երիտասարդներ, որոնք որ դրա մասին մտածեցին։ Արդեն պարզ է, որ այս տարվա միջոցառումը կազմակերպել եք, մնացել է սենց անեք եւ ավարտվի, ինչ եք մտածում ապագայի մասին։ Ապագայի մասին տեսեք մեր, քանի որ այսպես մի քիչ շատ Մեղրաձորից ենք խոսում, իրականում մեր նպատակը միայն Մեղրաձորը չէ։ Խոսենք մնացած ձորերի մասին։ Չէ՞ որ Հայաստանում շատ ձորեր կան։ Իրականում մեր սկզբնական նպատակը այո Մեղրաձորն էր, Մեղրաձորի մշակութային կյանքի ակտիվացումն էր, բայց այս պահին մեր նպատակակետը միայն Մեղրաձորը չէ, այլ Հայաստանի բոլոր համայնքները եւ շարունակելու ենք գործել այդ նպատակով, քայլել դեպի այդ նպատակը եւ շարունակելու ենք իրականացնել միջոցառումներ, որոնք ունեն այն բաղադրիչները, որոնց մասին խոսեցինք, Հայաստանի ամենատարբեր գյուղերում, համայնքներում եւ մեր աջակիցների օգնությամբ նաեւ սահմանամերձ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացման համար։ Դուք Մեղրաձորից եք։ Մենք երկուսս էլ Մեղրաձորից եք այնտեղից։ Այո։ Ահա, բայց շատ լավ է, որ սկզբից իրենց ծառն են ջրել եւ դա նորմալ է, այո, իրենց ծառը ծաղկել է, բերք է տալի, մարդիկ տեսնում են, միգուցե նախանձում են եւ սկսում են իրենք իրենց ծառերը ջրել։ Այո։ Իդեպ այդ առումով արդեն կարծես թե երկրորդ հաջողված օրինակ ունենք Մեղրաձորից հետո արդեն 3 ամիս է նաև Սոլակ գյուղում ենք փորձում մշակութային կյանքը ակտիվացնել ու այդ փաստը նաև շատ ոգևորիչ է, որ մարդիկ չգիտեն, որ այդ անունով գյուղ գոյություն ունի Հայաստանում, հաճախ Սոլակ անունի հետ է նույնիսկ շփոթում ու այս արդեն մի միջոցառում ունեցել ենք, էլի բավականին մեծ համբարձման տոնը նշեցինք Սոլակում, բայց նման գյուղերի պարագայում խթանը հանդիսանում, որպեսզի այդ գյուղը Հայաստանի քարտեզի վրա առասարակ երևացող դառնի, տուրիստական քարտեզի վրա ամրագրի իր տեղը։ Մի հարց, որը որ էլի ինձ հետաքրքրում է, տեսեք, խոսում ենք տեսերի մասից, դուք անդադ դրա մեջ եք, որտեղից է պահպանվել, որտեղից եք դուք իմանում ճիշտը որն է եւ քանի տոկոսն է հորինված։ Կամ, չգիտեմ, այնպես արված, որ այսօրվա մարդկանց ավելի հաճելի, հեշտ եւ այլն։ Եվ նաև մենք գիտենք ինչ-որ տեսակատարություններ, որոնք գլոբալ են, այսինքն ամբողջ Հայաստանի Հանրապետությունում է, բայց նաև գիտենք, որ գյուղերում շատ ավելի այսպես յուրօրինակ է, չէ՞։ Եվ ամեն գյուղում իր ձևով է։ Այո, հենց վերցրել եք Մեղրաձորինն էլ ավելի այսպես մանրամասն։ Ով է մասնագետները, որտեղից են աղբյուրները, գնեք մատենադարան, չգիտեմ, ինչ է, տատիկներից եք հարցում։ Իրականում աղբյուրները շատ տարբեր են, ունենք բավականին լավ հարուստ գրականություն այս մասով, որը կարողանում ենք ուսումնասիրել եւ դրանից քաղել վերցնել այն ամենը, ինչը որ կարող ենք այսօր վերականգնել։ Ունենք շատ լավ գործընկերներ, ավելի փորձառու ծիսավարներ, ծիսաբաններ, ովքեր որ ավելի երկար տարիներ գործունեություն են ծավալում այս ոլորտում, իրենցից եւս միշտ խորհուրդ ենք հարցնում եւ իհարկե մեր միջոցառման խորագիրը պատահական ընդրված չի, իհարկե մեր տատիկներից ես ինքս շատ հաճախ եմ զրուցում տատիկիս հետ այդ թեմաներով եւ բավականին շատ բաներ հենց նրանից եմ սովորում։ Տատիկները նույնպես այդ օրը լինելու են։ Տատիկները նույնպես այդ օրը լինելու են եւ տատիկների հետ բավականին շատ զրուցելու բան է։ Գործես տալցի 7-ից շատ բան ունեմ պատմելու։ Վստահենք։ Համոզված։ Իսկ ինչ որ բաներ հորինում եք լավ։ Մի փոքր նորացնելու համար, հա։ Իրականում մի բան երգ կա, կռվա երգ կարելի ասել, կատակերգ, որտեղ դու էլ գիտես թե աղջիկ ես եւ դու էլ գիտես թե տղա ես։ Ես կարող եք երգել։ Ես կմիանամ ձեզ։ Այո, Նելին հիանալի ձայն ունի։ Ես չգիտեմ, բայց ձայն ունեմ։ Բայց տաղան դու։ Ես շատ հեշտ է իրականում, բացատրեմ իմաստով։ Այնքան հեշտ է, որ ես է կարող։
Երկի ամբողջ իմաստը տղաները եւ աղջիկները իրար ձեռք են առնում, ասում են դու էլ գիտես թե տղաս նույնիսկ այս ինչ པարզ բան անել չգիտես, օրինակ նույնիսկ ծաղ կոտրել չգիտես, աղջիկները տղային ասում են դու էլ գիտես թե տղաս, ծաղ կոտրել չգիտես, տղան էլ աղջիկն ասում է դու էլ գիտես թե աղջիկ ես, ասեղ տերել էլ չգիտես, կարող ենք փորձել։ Հեռախոսը զարյատքի դնել չգիտես, նոր տարբերակ։ Դե փորձեք, դա։ Դե դրա մասին խոսեց նա կարծարային։ Դա կեսից իմպրովիզիա վերածվում ու շատ երկար Ինչ կարես ասել։ Այո։ Եվ մարդիկ ասես խոսում են իրար։ Բնականաբար նոր մտքեր են այդտեղ ծնվում, մարդիկ կարող են հորինել, ինչ-որ նոր արտահայտություններ։ Դեկեք մի հատ երգ են գոնել։ Ես civil կմնեմ, կսկսեմ Դասականով։ Դասականով։ Դու էլ գիտես, թե աղջիկ ես, դե հոյնար, նանայ, նանայ, ասեղ թելել էլ չգիտես, դե հոյնայ, նանայ, նանայ, ասեղ թելել էլ չգիտես, դե հոյնայ, նանայ, նանայ։ Հիմա դուք Դու աղջիկներ։ գիտես, թե տղա ես, դե հոյնայ, նանայ, նանայ, գոտիդ կապել էլ չգիտես, դե հոյնայ, նանայ, գոտիդ կապել էլ չգիտես, Սա դե հոյնայ, վերաբերվում, որոնք որ առանց գոտի շալվարներ են։ Եկեք Ես կմտածեմ այս թեմայի շուրջ նախադասություն իմ եւ Գորի կողմից, որ անպայման ամսի 6-ին կերքեմ իմ կողմից։ Իհարկե անվերջ չէ, որովհետև մեկ թեմերից մեկը նենց բանն է մտածում, որ տապալում է հակառակ կողմից։ Սովորաբար աղջիկները իհարկե։ Այո, սուր միտքը իրենց մոտ է ավելի, այո։ Հիանալի, իսկապես ես շատ եմ ուզում, որ մեր յուրաքանչյուր գյուղ ունենա իր համն ու հոտը եւ ամեն անգամ գիտեք ինչից եմ ամենաշատը ցավում։ Օրինակ Մեղրաձորի պարագայում դա այդպես չի։ Նախ դե վայրն է շատ գեղեցիկ, կանաչ է, համարյա միշտ անգամ երբ որ այրվում է ամեն ինչ շուրջ բոլորը, Մեղրաձորը ունենք այդպիսի գյուղեր։ Բայց շատ դեպքերում այն գյուղերը օրինակ, որոնք որ գտնվում են Երևանի հարևանությամբ անշուք են, որտեվ տներն են միանման, մարդիկ տխուր են, չգիտեմ, փողոցները փոշոտ են, բայց չէ որ կարելի է ինչ-որ բան հորինել եւ համ տալ, հոց տալ։ Իհարկե, օրինակ որոշել, որ մեր գյուղի բոլոր կտուրները մենք վառ նարնջագույն ենք ներկում, ինչպես օրինակ այսօր ելի, այո։ Օրինակ, կամ վառ կարմիր, ինչ որ մի գույն ավելացնենք, ինչ որ մի բան անենք ու ինչ որ բան փոխենք։ Կամ այս տեսակ միջոցառումներ կազմակերպել, որոնք համու հոտ են տալիս գյուղին։ Եթե չգիտեք ինչպես, կարող եք դիմել Մեղրաձորում կա այդ ամենը, բոլոր ռեցեպտները այնտեղ կան։ Այո, մենք սիրով պատրաստենք։ Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ, ինչպես արդեն նշել էի, վստահ եմ, որ ես այդ հետ շատ լավ օր եմ անցկացնելու եւ իմ բոլոր տպավորություններով անպայման կկիսվեմ։ Երեխաներն էլ ստանալու։ Երեխաներիս էլ եմ, դա ոչ միայն երեխաներսի դեպքի նշը, որ նաեւ քույրիկիս եմ տանելու եւ նրա երեխաների որոշել ենք այո, իսկապես այդ օրը անցկացնել։ Ընտանեկան, այո, եւ վստահ եմ, որ իմ լավ տպավորություններով կկիսվեմ ոչ միայն ձեզ հետ, այլ նաեւ բոլոր իմ հետևորդներին։ Հուլիսի 6-ին կհանդիպենք Մեղրաձորում, ես չգիտեմ այնտեղ կլինեմ թե չէ, բայց Նելին հաստատ այնտեղ է լինելու, փնտրեք նրան Մեղրաձորի փողոցներում եւ հրապարակում, Մեղրաձորի ծառերի տակ։ Սիրով սպասում ենք եւ ձեզ եւ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Եվ հուսանք, որ դրանց հետո գաք եւ կասեք, որ 4000 մարդ էր այս տարի, ոչ թե 2000։ Կամ ասեք, հերիք է, եկեք տեղ չունենք ժողովուրդ։ Դե ինչ գոված շանտին եթերում կվերադառնանք քիչ անց։